Եվրոպական միությունը երիտասարդների համար նախաձեռնության շրջանակում Գավառի պետական համալսարանում ընդունել են Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին և Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուին։ Ինտերակտիվ ձևաչափով քննարկում են Եվրամիություն Հայաստան հարաբերությունների ամրապնդմանն ու դրանցում երիտասարդների ներգրավվածությունն ակտիվացնելուն, ընդհանուր արժեքներին և հնարավորություններին առնչվող հարցեր։ Հյուրերին ողջունում է Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, ներկայացնելով Եվրոպական միության ստեղծման պատմությունը, ինչպես նաև անդրադարձ կատարելով բուհի միջազգայնացմանն ուղղված ծրագրերին։ Մենք իրականացնում ենք Եվրամիության Erasmus+ ծրագրեր եւ համագործակցում ենք եվրոպական տարբեր համալսարանների հետ։ Այս պահին իմ գործընկերները տարբեր բուհերում դասախոսական աշխատանք են անում, վերապատրաստում անցնում, աշխատաժողով, գիտաժողովների մասնակցում, նաեւ ուսանողներն են սովորում եվրոպական տարբեր բուհերում։ Մենք ունենում ենք հյուրընկալ դասախոսներ տարբեր պետություններից։ Թե ինչ են մտածում, ինչով են հետաքրքրված, ինչ առաջնահերթություններ ունեն երիտասարդները, ակնհայտ է նրանց կողմից բարձրացված հարցերից, նշում են երկու երկրների դիվանագետները, իսկ երիտասարդները հյուրերի հետ խոսում են եվրոպական երկրներ մուտքի վիզայի ազատականացման, հայկական և եվրոպական բուհերի միջև գործակցություններն ընդլայնելու, Եվրոպական միությանն անդամակցելու հեռանկարների ու դժվարությունների մասին։ Սա Գավառ քաղաք կատարած իմ առաջին այցը չէ, բայց Գավառի պետական համալսարանում առաջին անգամ եմ։ Ինչ կարող եմ ասել, այստեղ հիացնող կարգ ու կանոն է տիրում։ Ակնհայտ է, որ սա խիստ համակարգված ուսումնական հաստատություն է, իսկ թե ինչ որակի կրթություն և ինչ արժեքներ են ստանում երիտասարդները, պարզ դարձավ նրանց հարցադրումներից, նրանց ընդհանուր խոսքից։ Ուրախ եմ կրկին Գավառում լինելու համար։ Առհասարակ, ինձ ավելի շատ դուր են գալիս այսպիսի փոքր քաղաքներն ու դրանց բնակիչները։ Մենք որոշակիորեն խոսեցինք Ռումինիա-Հայաստան հարաբերությունների մասին, ևս մեկ անգամ արձանագրելով վերջերս Գավառ քաղաքում պատվո հյուպատոսություն բացելու փաստը։ Գավառի պետական համալսարանի ուսանողների և դասախոսական կազմի հետ առաջին հանդիպումն ու երկխոսությունը ինձ մղում են հետագայում ևս նման ձևաչափով նախագծերի մասնակցելու։ Ինձ խիստ տպավորեց Գավառի պետական համալսարանի թանգարանը։ Որպես կանոն բուհերն ունենում են ռեկտորների թանգարան կամ պատկերասրահ, բայց այստեղ մենք այցելեցինք իսկական պատմահնագիտական թանգարան, ծանոթացանք Սևանի ավազանում գոյություն ունեցած քաղաքակրթության պատմությանը։ Նախագիծն իրականացվում է Եվրոպայի օրվա շրջանակում, հնարավորություն տալով եվրոպական երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հետ բաց և անմիջական շփումների։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։